Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր ալիքի հարգելի հետևորդներ։ Նախքան այսօրվա հուզիչ պատմությանն անցնելը, խնդրում եմ ձեզ, մեկնաբանություններում գրեք, թե աշխարհի որ ծայրից եք մեզ հետևում։ Մեզ համար շատ կարևոր է զգալ մեր միասնականությունն ու կապը։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը։ Ձեր աջակցությունն օգնում է մեզ շարունակել ներկայացնել պատմություններ, որոնք միավորում են մեր սրտերը։ Մեր հարսանեկան լուսանկարը դեռ կախված է հյուրասենյակի պատին։ Այն արդեն մի փոքր դեղնել է, շրջանակի եզրերն էլ խամրել են, բայց մեր ժուպիտներն այնտեղ անփոփոխ են։ Ես, Անահիտս, ճերմակ զգեստով, աչքերս լի հույսով, և նա, Տիգրանը, իմ Տիգրանը, ում հայացքում այնքան սեր կար, որ թվում էր ամբողջ աշխարհը կարող ենք տեղավորել մեր գրկում։ Դա 2006 թվականի ոսկեաշունն էր։ Երևանը ողողված էր տերևաթափի գույներով, և մենք ամենաերջանիկ զույգն էինք։ Մենք հազիվ էինք հասցրել վայելել մեր նոր կյանքը։ Ընդամենը 5 շաբաթ, որը հետագայում պիտի դառնար իմ ամբողջ անցյալը։ Այդ օրը սովորական նոյեմբերյան ցուրտ երեքշաբթի էր։ Տիգրանը հագավ իր մուգ կապույտ բաճկոնը, համբուրեց ճակածս ու ասաց. «Անջան, իջնեմ խանութ, հաց ու մածուն առնեմ գամ, ընթրենք»։ Ես ժպտացի, գլխով արեցի ու շարունակեցի խոհանոցում բանջարեղեն կտրատել։ Դրսում անձրև էր սկսվում։ Նա չվերադարձավ։ Սկզբում մտածեցի ընկերոջն է հանդիպել, խոսքի եմ բռնվել։ Հետո, երբ ժամերն անցան, իսկ հեռախոսը անհասանելի էր, սիրտս սկսեց արագ բաբախել։ Կեսգիշերին ես արդեն հիստերիայի մեջ էի։ Զանգեր հիվանդանոցներ, ոստիկանություն, նրա ծնողներին, ընկերներին, Արմենին, Դավիթին, ոչ ոք ոչինչ չգիտեր։ Տիգրանը պարզապես գոլորշիացել էր։ Հաջորդող օրերը, շաբաթները, ամիսները վերածվեցին մղձավանջի։ Ոստիկանությունը գործ հարուցեց, բայց ոչ մի հետք չկար։ Ոչ մի վկա, ոչ մի տեսախցիկի ձայնագրություն, ոչինչ։ Կարծես երկիրը բացվել էր ու կուլ տվել իմ ամուսնուն։ Իմ կյանքը կանգ առավ։ Ես դարձա այն խեղճ հարսը, որի ամուսինը փախել է։ Մարդիկ սկսեցին շշնջալ իմ հետևից։ Ոմանք ասում էին հաստատ ուրիշ կին ուներ, մյուսները պարտքեր ուներ, փախավ Ռուսաստան։ Իսկ ես ամեն գիշեր պառկում էի մեր դատարկ անկողնում, սեղմում էի նրա բարձը կրծքիս ու աղոթում, որ գոնե մի լուր իմանամ, թեկուզ վատը, բայց միայն թե անորոշությունը վերջանա։ Անցան տարիներ, 17 տարի, դա մի ամբողջ կյանք է։ Իմ մազերի մեջ սպիտակ թելեր հայտնվեցին։ Ծնողներս ծերացան ու հեռացան կյանքից, այդպես էլ չիմանալով, թե ինչ պատահեց իրենց սիրելի փեսայի հետ։ Ես սովորեցի ապրել այդ ցավի հետ, ինչպես սովորում են ապրել քրոնիկ հիվանդության հետ։ Ես չամուսնացա, ինչպես կարող էի։ Մատանիս երբեք չհանեցի մատիցս, թեև այն արդեն սեղմում էր։ Ես աշխատում էի դպրոցում որպես ուսուցչուհի, երեխաների աղմուկի մեջ փորձում էի խեղդել իմ լռությունը։ Բայց ամեն կիրակի ես գնում էի եկեղեցի, ոչ թե հրաշքի սպասելով, այլ պարզապես խաղաղություն գտնելու։ Եվ ահա անցյալ կիրակի Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում էի։ Պատարակ էր։ Խունկի բույրը տարածվել էր ամենուր։ Երգչախումբը երգում էր Տեր Ողորմյան։ Ես կանգնած էի սյուներից մեկի հետևում, գլուխս կախ և մտքերով հեռու էի։ Հանկարծ չգիտեմ ինչու հայացքս բարձրացրի։ Մարդկանց բազմության մեջ, խորանի մոտ, մի տղամարդ էր կանգնած։ Նա ծնկի էր եկել։ Նրա հագուստը հին էր, մաշված, մազերը ամբողջովին ճերմակած և անխնամ։ Նա շատ նիհար էր, ուսերը կորացած էին կյանքի ծանրության տակ։ Բայց երբ նա գլուխը բարձրացրեց և խաչակնքվեց, ես տեսա նրա կիսադեմը։ Սիրտս մի պահ կանգ առավ, հետո սկսեց բաբախել կոկորդիս մեջ։ Այդ քիթը, այդ հոնքերի գիծը, անհնար էր, 17 տարի անց։ Իմ բանականությունն ասում էր. «Անահիտ, խելագարվել ես, սա ուղղակի նմանություն է»։ Բայց հոգիս ճանաչեց նրան։ Ես չէի կարողանում շնչել։ Ոտքերս դողում էին, երբ պատարագի ավարտից հետո սկսեցի դանդաղ մոտենալ նրան։ Նա դեռ կանգնած էր այնտեղ, սրբապատկերի առաջ, և թվում էր ամբողջովին կտրված է աշխարհից։ Ես կանգ առա նրա հետևում,
Ձեռքս վախվորած մեկնեցի ու դիպա նրա մաշված պաճկոնի թևին։ «Տիգրան»։ Ձայնս հազիվ լսելի շշուկ էր։ Նա դանդաղ շրջվեց։ Աստված իմ, այդ աչքերը, դրանք իմ Տիգրանի աչքերն էին, բայց դրանց մեջ այլևս չկար այն կենսուրախ փայլը, դրանք հանգած էին, հոգնած և դատարկ։ Նա նայեց ինձ առանց ճանաչելու նշույլի, նրա հայացքում միայն վախ և շփոթմունք կար։ «Ինձ ներեցեք, քույրիկ», ասաց նա խրպոտ, օտարացած ձայնով, «դուք ինձ հետ եք»։ «Տիգրան, սա ես եմ, Անահիտը»։ Արցունքներս արդեն հոսում էին այտերովս։ Ես բարձրացրի ձեռքս և ցույց տվեցի մատանին։ Նա նայեց մատանուն, հետո իմ դեմքին։ Նրա ճակատին կնճուռներ հայտնվեցին, կարծես փորձում էր ինչ-որ բան հիշել, ինչ-որ շատ հեռավոր ու մշուշոտ բան։ Մի պահ նրա աչքերում ինչ-որ կայծ երևաց, մի տեսակ ցավոտ ճիգ, բայց հետո այն անմիջապես մարեց։ «Իմ անինը Գևորգ է», ասաց նա հանգիստ, բայց հաստատուն։ Ես վթարի եմ ենթարկվել շատ տարիներ առաջ, գլխի վնասվածք։ Ես ոչինչ չեմ հիշում իմ անցյալից մինչև այդ օրը։ Ինձ գտել են Գյումրիի ճանապարհին, անգիտակից։ Մի բարի ընտանիք ինձ պահեց, խնամեց, ես հիմա նրանց հետ եմ ապրում, օգնում եմ գյուղի գործերում։ Ես կանգնել էի ու լսում էի նրան։ Իմ Տիգրանը, իմ սիրելի ամուսինը, ում սպասել էի 6200 օր, կանգնած էր իմ դիմաց, և նա այլևս Տիգրանը չէր։ Նա Գևորգն էր։ Մի մարդ, որը կորցրել էր իրեն, իր պատմությունը, մեր սերը։ Այդ անիծյալ երեքշաբթի օրը ինչ-որ մեկը հարվածել էր նրան, գողացել նրա կյանքը և թողել մեռնելու։ Նա ողջ էր մնացել, բայց մեր մենքը մահացել էր այդ օրը։ Ես ուզում էի գրկել նրան, գոռալ, ստիպել հիշել, բայց հասկացա, որ դա անիմաստ է։ Նրա աչքերի դատարկությունն ավելի սարսափելի էր, քան մահը։ Ես մոտեցա, բռնեցի նրա կոշտացած ձեռքերը։ Նա չընդդիմացավ։ «Կներես ինձ, Գևորգ», ասացի խեղդվելով արցունքներից։ «Ես քեզ շփոթեցի մեկի հետ, ում շատ եմ սիրել, և ում կորցրել եմ շատ վաղուց»։ Նա հասկացողությամբ գլխով արեց։ «Աստված օգնական, քույրիկ, թող Աստված լուսավորի նրա հոգին»։ Նա շրջվեց և կամաց-կամաց քայլեց դեպի եկեղեցու ելքը։ Ես նայում էի նրա հետևից, մինչև նա ձուլվեց բակում գտնվող մարդկանց հետ։ Այդ օրը ես երկրորդ անգամ կորցրի ամուսնուս։ Բայց այս անգամ ես գիտեի ճշմարտությունը։ Այլևս չկար անորոշություն։ Ես մոտեցա մոմակալին, հանեցի մի մոմ։ 17 տարի ես մոմ էի վառում նրա վերադարձի համար։ Այսօր ես վառեցի այն Տիգրանի հիշատակի համար։ Այն երիտասարդ, սիրահարված տղայի, որը դուրս եկավ հաց գնելու և այլևս երբեք տուն չեկավ։ Եվ աղոթեցի Գևորգի համար, այդ օտար, հոգնած մարդու, որը կրում է իմ ամուսնու դեմքը։ Հիմա, երբ նայում եմ պատին կախված մեր հարսանեկան նկարին, ես այլևս չեմ սպասում, ես պարզապես հիշում եմ։ Եվ այդ հիշողությունը ցավոտ է, բայց արդեն խաղաղ։